Ռուսաստանի հակաօդային պաշտպանության համակարգերն անցյալ գիշեր երկրի տարածքում ոչնչացրել են Ուկրաինայի զինված ուժերի 95 անօդաչու թռչող սարք, հայտնել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը։ Ըստ գերատեսչության 36 անօդաչու թռչող սարք խոցվել է Կրասնոդարի երկրամասում, 27-ը Ռոստովի մարզում, 21-ը Ազովի ծովում, 8-ը Բելգորոդի մարզում, 2 անօդաչու թռչող սարք ոչնչացվել է Կրիմի հանրապետության տարածքում, ևս մեկը Վոլգոգրադի մարզում։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն անդրադառնալով Ամերիկայի Միացյալ Նահանգներ-Իրան բանակցությունների շուրջ ստեղծված իրավիճակին հայտարարել է, որ Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին պետք է շատ մտահոգված լինի։ Խոսելով Իրանի միջուկային ծրագրերի մասին, Թրամփը զգուշացրել է, որ Թեհրանի կողմից ծրագրի վերականգնման ցանկացած փորձ կհանգեցնի կոշտ պատասխանի։ Նրա խոսքով Ամերիկայի Միացյալ Նահանգները տեղեկացված է եղել Իրանի երկրի այլ հատվածում նոր միջուկային նախաձեռնություն սկսելու մտադրության մասին եւ նախապես զգուշացրել է դրա հետևանքների վերաբերյալ։ Մամուլում ավելի ուշ տեղեկություններ են շրջանառվել, թե Վաշինգտոնը պատրաստ է եղել բանակցություններին միայն իր սցենարի շրջանակում, հակառակ դեպքում երկխոսությունը չի կայանա։ Իրանում արձագանքել են կտրուկ հայտարարելով, որ այդ պայմաններում բանակցությունները պարզապես չեն լինի։ Սակայն դրանից հետո Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտնել է, որ Իրանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև միջուկային բանակցությունները նախատեսված են ուրբաթ օրը ժամը 10-ի սահմաններում Մասկատում։ Սոցցանցերում հրապարակված գրառմամբ նա շնորհակալություն է հայտնել Օմանի իշխանություններին բանակցությունների անցկացման վայրում անհրաժեշտ բոլոր պայմաններն ապահովելու համար։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել Չինաստանի նախագահ Սի Ցզինփինի հետ։ Նրա խոսքով զրույցը եղել է երկար եւ մանրակրկիտ, որի ընթացքում քննարկվել են մի շարք կարևոր թեմաներ։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել առևտրային ռազմական հարցերին, Թայվանին, նաեւ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև ընթացող պատերազմին եւ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին։ Քննարկվել է նաեւ Չինաստանի կողմից Ամերիկայի Միացյալ Նահանգներից նավթի եւ գազի գնման հարցերը։ Բացի այդ, կողմերը խոսել են Թրամփի ապրիլին Չինաստան նախատեսված այցի մասին։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իրանի ներքին գործերին ցանկացած արտաքին միջամտություն լուրջ ռիսկեր կստեղծի ամբողջ տարածաշրջանի համար։ Այդ մասին նա ասել է Կահիրեում Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ Էլ-Սիսիի հետ համատեղ ասուլիսի ընթացքում։ Էրդողանը շեշտել է, որ Իրանի շուրջ արկա բոլոր վիճահարույց հարցերը, այդ թվում միջուկային խնդիրը, պետք է լուծվեն բացառապես դիվանագիտական ճանապարհով։ Աբու Դաբիում Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդությամբ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև բանակցությունների առաջին օրն ավարտվել է։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի գլխավոր բանակցող Ռուստեմ Ումերովի մամուլի խոսնակը, նշելով, որ այս պահի դրությամբ քննարկումներն ավարտված են։ Միաժամանակ հայտարարվել է, որ նախատեսվում է բանակցությունների շարունակությունը 5-շաբթի օրը։ Հիշեցնենք, որ բանակցությունների նախորդ փուլն Աբու Դաբիում տեղի էր ունեցել հունվարի 23-ից 24-ը, ինչպես նախկինում ռուսական պատվիրակությունը գլխավորում է զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ ծովակալ Իգոր Կոտյակովը։ Ամերիկյան պատվիրակության կազմում ընդգրկված են նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը եւ Ջարեդ Քուշները։